Բարև ձեզ հարգելի ունգընտիրները, վագընտիրները, վանացայինի եթերով վեբթիմագրի էջով ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Այս օրերուն Հայաստան գայցել է Հնդկաստանի պաշտպանության սպայագույդի ընդհանուր հրամանատար Զորավար Անիլ Չաուհան։ Բարձրաստիճան զինվորականին գլխավորած պատվիրակության այցելությունը կկայանա այնպիսի փուլիմը, երբ հնդկական լրատվամիջոցներում մեջ բարբերաբար դեղեցություններ շրջան գնեն Հայաստանին մատակարարվող հնդկական զինադարերու մասին։ Չաուհան երեք տեսակցեցավ պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյանի հետ։ Պաշտպանության նախարարության հաղորդակցության համաձայն Բաբիկյան բարձր գնահատեց համագործակցության մակարդակը եւ կարեւոր նկատեց ծրագիրներու կանոնավոր իրականացումը։ Իր ղարքին Հնդկաստանի բանակի հրամանատարը իր երկրին պատրաստակամությունը հայտնեց շարունակելու համագործակցությունը արգա ուղղություններով եւ նախաձեռնելու նոր ուղղություններ։ Պաշտոնատարները քննարկեցին նաեւ դարաձաշրջանային եւ ապահովական հարցեր։ Դեսակցության ընթացքին բարձրաստիճան զինվորականներու ղարքին ներկա էր Հայաստանի բանակի ընդհանուր հրամանատար Էդուարդ Ասրյան։ Հնդկաստանի կառավարության մամլո աղբյուրը այս այցելության անդրադարձավ նշելով. Այցելության նպատակն է հարաճ մղել փոխադարձ ռազմավարական շահերը, ինչ որ պաշտպանության եւ ապահովական բնակավարին մեջ երկարաժամկետ համագործակցություն լայնելու ջանփուն վրա կարևոր քայլ մնե։ Հայաստան կատարած պաշտոնական այցելության ծիրին մեջ Չաուհան եւ անոր ընկերակցող բարձրաստիճան զինվորականները այցելեցին նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան։ Անոնց ներկայացվեցան ակադեմիո գարույցը, գրթական ծրագիրները եւ ուսանողներու մասնակիտական պատրաստության առանձնահատկությունները։ Չաուհան մասնակցեցավ դեղեկատվական արհեստագիտության գիտաշխատանոցի եւ հերավար ուսուցման կենտրոնի բացման արարողության։ Այնուհետև Զորավար Չաուհան այցելեց պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարան։ Դեսակցեցավ համալսարանի ղեկավար եւ դասախոսական գազմին հետ, ծանոթացավ համալսարանի գործունեության հիմնական ուղղություններուն եւ հանդես եկավ դասախոսությամբ։ Ռազմական վերլուծաբան Էդուարդ Արաքելյան մամլո արձազրույցի ընթացքին հայտնեց, որ Կարորի այցելությամբ Չաուհանին Հայաստան ժամանելը արդեն իսկ կվկայե երկկողմանի համագործակցության ռազմավարական լալուն մասին։ Նման այցելություններ սովորաբար ավելի կարճատև գլան, այսինքն օրակարգը զուտ արարողակարգային չէ։ Արաքելյան նշեց. Գկարձեմ կքննարկեն միացյալ զորավարժություններու կատարումը։ Մենք երբեք Հնդկաստանի հետ զորավարժություններ չենք կատարած։ Կքննարկեն զինամթերքի հետագա մատակարարումները, ինչպես նաև ռազմափորձերը, փորձառության փոխանակումը եւ կարգը զինադեսակներու միացյալ ծրագիրները։ Հնդկաստան աղբյուրները համաձայն Հայաստան, Միացյալ Նահանգներու եւ Ֆրանսիայի կողքին հնդկական զինադեսակներու մեծակույն ներազողն է։ Շաբաթներ առաջ լրատվամիջոցները հաղորդեցին հնդկական Պինակը համազարգային հրթիռներու Հայաստան առաքման մասին։ 2024-ի ավարտին եւս աղբյուրները նշեցին, որ Հայաստան արդեն ստացած է Պինակը համագարկերու առաջին խմբականակը։ Արաքելյան ընդգծեց. Իհարկե հալդուկ նշան է, որ երկու երկրներու միջև վստահությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Ընդհանրապես հնդկական կողմին հետ գործարքներուն մասին Հայաստանի մեջ դեղեցություններ կդարածվին հնդկական մամուլեն։ Երևան պաշտոնապես այդ մասին չի խոսեր։ Այդ հրաբարագումներուն համաձայն 2022-ին Հայաստան $720 միլիոն արժող 15 ակաշ հագաօտային հրթիռային համագարկեր քնած է։ Հնդկական պատվիրակությունը այցելեց նաև հայոց ցեղասպանության զոհերու հուշահամալիր։ Ադրբեջանական կերուտերեն վերադարձած Արցախցի Վակիֆ Խաչատրյանի դուստրը Վերա Խաչատրյան երեք հայտնեց, որ հայրը ունի սրտի եւ տոկերու հարցեր։ Ան նշեց, որ Վակիֆ Խաչատրյան արդեն ելած է հիվանդանոցեն, բայց դակավին կարիք ունի հավելյալ քննություններու։ Հիմա վիճակը բավարար է։ Այս բահուն հիմնականին մեջ կետրոնացած են սրդի հետ կախյալ խնդիրին վրա։
բայց ընթացքին պետք է հետազոտություններ կատարվին։ Թոքերու հետ գախյալ խնդիր ալգա, այդ ալ սրդի անբավարարության հետևանքով է, այդ ալ պետք է հետազոտվի, հայտնեց Վերա Խաչատրյան։ Միացյալ Նահանգներու հայտարարի հանձնախումբի մամլոփամպեր Եղիսապետ Չուլջյան մամլո արտազրույցի ընթացքին հայտնեց, որ հայտարարը կշարունակի աջակցել Միացյալ Նահանգներու իշխանություններուն կողմէ ընդունման այնպիսի բանացևերու, որոնք ուղղված են Հայաստանի անվտանգության պաշտպանության եւ կատարված ցեղասպանության համար Ադրբեջանին հաշվետվություն պահանջելուն։ Հայաստանի մեջ խաղաղությունը կրնա միայն արդարության հիման վրա ըլլալ։ Եթե թիմացին դերգիր մնե, որ կշարունակի ցեղասպանությունը եւ Երևանը ադրբեջանական հայտարարել եւ զորք բահել Հայաստանի տարածքներուն մեջ, ապա երկարատև խաղաղությունը անկարելի է։ Չուլջյանի համաձայն մեծ աշխատանք կկատարվի ռազմակերիներու ազատ արձակման համար, ինչպես նաեւ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի պաշտպանության համար։ Միացյալ Նահանգներու իշխանություններու քննարկման ներկայացվող բանացևերը նպատակ ունին կանխել ամերիկյան ռազմական օժանդակությունը Ադրբեջանին, գետրոնանալ ռազմակերիներու վերադարձին վրա, պաշտպանել Արցախի ժողովրդին վերադարձի իրավունքը եւ ապելցնել Ադրբեջանի բաժամիջոցները։ Այս բանացևերը զորակցություն ունին թե դեմոկրատ եւ թե հանրապետական կոնգրեսականներու, նշեց Չուլջյան։ Անցնող դարվան օգոստոսին ավելի քան 80 կոնգրեսականներ նամակ մղեցին Սպիտակ տան, նշելով, որ ռազմակերիներու հարցը պետք է առանցքային դերակատարություն ունենա Միացյալ Նահանգներ Ադրբեջան հարաբերություններուն մեջ։ Սպիտակ տունը պատասխան նամակով համաձայնություն հայտնեց, որ հայ ռազմակերիներու ազատ արձակման հարցը առաջնահերթություն է, ինչպես նաև Արցախի ժողովրդի վերադարձին հարցը շարունակվող բանակցություններուն մեջ անհրաժեշտաբար հարաճ կմղվի։ Մենք այդ կնկատենք դրական քայլ, բայց աշխատանքը կշարունակվի, ընդգծեց Չուլջյան։ Չուլջյանի համաձայն այս բահուն կոնգրեսի մեջ շրջանառության մեջ գտնվող հիմնական աշխատանքը կենտրոնացած է 3 բանացևի շուրջ՝ Հայաստանի անվտանգության ապահովում եւ Ադրբեջանի վայրակության կանխում, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի պաշտպանություն, 907-րդ բանացևի ամրապնդում, Ադրբեջանին դրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը սահմանափակելու համար։ Բացի այդ կքննարկվի նաև այլ նախաձեռնությունը հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման վերաբերյալ։ Հարաճիգա շաբաթներուն մեր աշխատանքը ավելի կընդլայնի, եզրափակեց հայտարարի հանձնախումբի մամլոփամպերը։ Այն հարցումին, թե որքանով բարձրացած է վերջին տարիներուն հայտարարի հանձնախումբի աշխատանքը եւ արդյոք ճիշտ է, որ լայն արշավ հայտարարի հանձնախումբին դեմ, Չուլջյան ասավ, որ այդ արշավը միշտ եղած է վերջին տարիներուն ավելի շատ, ընդգծելով, որ հարաճիգա ամիսներուն կնախադեсվի հայտարարի դեմ հարձակումներու եւ քարոզչական արշավներու աշխուժացում։ Հայաստանի մեջ ընտրությունները կմոտենան, անոնք կփորձեն հարվածել դաշնակցությունը եւ հայտարարի հանձնախումբը։ Բայց մենք շատ հստակ կբացատրենք, թե ինչ խնդիրներ կնախադեսենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծավալած այդ խաղաղության օրակարգին շուրջ եւ թե ինչու մտահոգված ենք։ Որքան ալ դժվարանա աշխատանքներու իրագործումը, մենք պիտի շարունակենք, հաստատեց Չուլջյան։ Հայաստանի մեջ Գերմանիոյ տեսփան Կլոդիա Բուշ այցելեց հայոց ցեղասպանության դիզերնագապերտի թանգարան հիմնարկ։ Բուշ դիմադրյան կրարումով նշեց. Գերմանիան պատմական պատասխանատվություն կգրե հոլոկոստի համար։ Այս քաղաքագրթական խզումը հիշելը եւ աբակայի համար հիշողության մշակույթի ձևավորումը գշարունակե մնալ բոլոր սերունդներու հանձնարարությունը։ Բուշն նաև ընդգծեց, որ Հայաստան եւ Գերմանիա կարևոր ներդրում ունին հայոց ցեղասպանության զոհերու հիշադակի հարգումին մեջ, աջակցելով թանգարանային նոր ուղեցույցի գերմաներեն տարբերակի ստեղծումին։ Մեզիդանեն Գիլիգիո կաթողիկոսության Գիլիգիա վերլուծական հարթակի հերթական արցանցնիստը տեղի ունեցավ Գիրագի 1 փետրվար 2026-ի երեկոյան ժամը 6-ին Արամ առաջին վեհապարի նախակահությամբ։ Նիստի առաջին օրագարկով քննարկվեցան Սուրիո, Իրանի եւ ընդհանրապես Միջին Արևելքի վերջին իրադարձությունները։ Վեհապարը բարձեց թեժ իրավիճակներու մեջ գտնվող մեր թեմերու եւ ազգային գալույցներու պատասխանատուներուն հետ իր ունեցած բազմաթիվ հաղորդակցությունները։ Ժողովականները քննարկեցին այս իրադարձություններուն մեջ քրդական կորձոնի թերագադարության վերապոխման, Անկարայի աշխուժացման եւ այդ երևույթներուն հետ կախյալ հավանական հետևանքները։ Հատուկ օրագարկով քննարկվեցան Իրանի եւ հատկապես մեր համայնքին հետ աղերս ունեցող խնդիրները, նկատի ունենալով իրանահայ 3 թեմերու կասությունը։
Օրագարկի առանցին գետ էր Հայաստանի իշխանություն եկեղեցի խորացող տակնաբը եւ էջմիածինական սրբազաներու թեմ հարուցվող քրեական թադերը։ Արամ վեապար հայտնեց, որ հաջախագի գաբի մեջ է Կարեկին երկրորդ կաթողիկոսին, ինչպես նաև սպյուրքահայ գազագերբություններով պատասխանատուներուն հետ, աննախընթաց այս տակնաբին հաղթահարումի համար։ Ժողովականները անընդունելի նկատեցին իշխանության կողմէ բարակտիչ այս ընթացքին շարունակությունը, ընդգծելով, որ բարակտումի ալիքը հասած է նաև սպյուրքի մեջ գործող էջմիածինական թեմեր եւ շեշտելով, որ հայ եկեղեցվող բարեկարգումը եկեղեցական կանոններով համաձայն եկեղեցվո ներքին խնդիրն է։ Ժողովի ավարտին Արամ առաջին վեապար ժողովականները իրազեկ դարձուց Կանադա այցելության ընթացքին վարչապետին հետ ունեցած հանդիպումի մանրամասնություններուն, ինչպես նաև Միացյալ Նահանգներու արևելյան շրջանի մեջ դարբեր եկեղեցիներու ղեկավարներուն կողմէ Լևոն 14-րդ բաբին կատարված քրավոր թիմումի մասին, Արցախի ղեկավարության եւ ռազմակերիներու ազատ արձակման պահանջով։ Անցնող օրերուն Սպահանի հայոց թեմի առաջնորդական դեղաբար Արդավաստ Վարդապետ Շարոյան դեսակցեցավ շրջանի հայ տադի հանձնախումբի եւ թեմի պատգամավորական ժողովի անդամներուն հետ։ Իսկ Սուրբ Ամենապերգիչ վանքի զանազան գրասենյակներ եւ տանկարաններ այցելելով ծանոթացավ հատվածներու կորզունեության եւ պաշտոնեության հետ։ Շրջանի հայ տադի հանձնախումբի հետ դեսակցությունը տեղի ունեցավ հանձնախումբի կենտրոնադեղիին մեջ։ Դեսակցությունը ընթացավ մդերմիկ եւ չեր մաղթանքներով ու խոսակցությամբ, ուր հայտարարի հանձնախումբի ներկայացուցիչ Արբի Բաբայան բարիկալուստի խոսքերով կարևորությամբ ընդգծեց համախմբումը համայն հայության ընդհանուր նպատակներուն շուրջ, որոնք են հայրենիքի հողային ամբողջականության պաշտպանությունը, հայտարարի արտարացի լուծումը, հայոց եկեղեցվո անսասան երթի ապահովումը եւ հայ ժողովրդի վերելքն ու զարգացումը։ Սպահանի հայոց թեմի պատգամավորական ժողովին հետ դեսակցությունը տեղի ունեցավ Սուրբ Ամենապերգիչ վանքին մեջ։ Պատգամավորական ժողովի ադենաբեդ Նովել Մինասյան ներկայացուց ժողովին գազն ու աշխատանքը։ Արդավաստ Վարդապետ Շարոյան խոսք առնելով ժողովականներուն կորձունեությունը նմանցուց ընտանիքի հորմը, որ կփորձե լավագույն որոշումներ եւ լուծումներ գտնել իր հարազատներուն համար։ Ավարտին անհաջողություն եւ բեղուն կորձունեություն մաղթեց ներկաներուն։ Հարկելի ունգընտիրները վագընտիրներ վանացայնի եթերով էպտիմադադրի էջով CZD ներգայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ CZD-ին ցայնի աղորդավար Անտոնին եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։